Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդման հերթական թողարկումն է։ Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է հատուկ ուշադրություն դարձնել սահմանային համայնքների զարգացմանը։ Այս թողարկմանը կանդրադառնանք հենց այդ ուղղությամբ իրականացրած ծրագրերին։ Ներքին Կարմիր աղբյուրում կյանքն առավել հարմարավետ է դարձել։ Հիմնադրամի ջանքերով համայնքում տեղադրվել է արևային էլեկտրակայան, ինչի շնորհիվ միաժամանակ լուծվել է եւ ջրի եւ արտաքին լուսավորության խնդիրները։ Մանրամասները տեսանյութում։ Տավուշի մարզի ներքին Կարմիր աղբյուր գյուղում արդեն 2 տարի է, արևի ջերմությունը դարձել է նաև կայուն էներգիայի աղբյուր։ Համայնքային ենթակառուցվածքների տանիքներին տեղադրվել են արևային կայաններ, որոնք խնայում են էներգիան, իսկ միջավայրը դարձնում ավելի մաքուր եւ անվտանգ։ Էլեկտրոէներգիան շատ ծախս էր տանում համայնքի համար, ահագին բերդ թեթևացնում եւ մանկապարտեզի եւ համայնքային կենտրոնները։ Նախաձեռնությունը Հայաստան համահայկական հիմնադրամինն է։ Ծրագիրը հնարավորություն է տվել խնայողություններ անել համայնքային բյուջեում։ Հավելյալ միջոցներն ուղղվում են այլ ծրագրերի իրականացմանը։ Ճանապարհ են կառուցում, ջրամատակարարում են կառուցում, չգիտեմ, այլ ծախսեր են կանում, որ ավելի արդյունավետ օգտագործում ենք։ Համայնքում առաջին կայանները տեղադրվել են մանկապարտեզի տանիքին, ապահովելով այն մշտական ջեռուցմամբ եւ լույսով։ Շատ գոհ ենք, քանի որ մենք գիտակցում ենք, որ էկոլոգիապես մաքուր եւ միաժամանակ ծնողներն են տեղյակ, որ տեղադրված են արևային կայաններ եւ օգտվում ենք էկոլոգիապես մաքուր, ինչու՞ չէ մեր նախահաշվում մենք ունենում ենք խնայողություններ եւ այդ խնայողությունները կարողանում ենք օգտագործվել մեր մանկապարտեզի, մեր երեխաներին համար։ Կուտակված խնայողություններով էլ գնվում են զարգացնող նոր խաղեր, երեխաների առօրյան ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Ներքին Կարմիր աղբյուր բնակավայրում նման նախաձեռնությունների իրականացումն ակտիվացրել է համայնքային կյանքը։ Արդեն մի քանի տարի է գյուղում նվազել է մարդկանց արտահոսքը։ Գորիսի հաղթանակ զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։ Այն հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Մանրամասները տեսանյութում։ Գորիսի հաղթանակ զբոսայգում նոր ժամանակակից մարզահրապարակ է կառուցվել։ Այն դարձել է բնակիչների սիրելի ժամանցային վայրերից մեկը։ Մարզահրապարակը կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի եւ ԱԿԲԱ բանկի վիզա բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով։ Ցանկացած փոքր ուզում է զբաղվել սպորտով, կունենան մշտական տեղ, որտեղ կարողանան մարզվել, զարգացնել, մյուսներին է իրենց օրինակով ցույց տալ, թե ինչքան լավ է առողջ ապրելակերպով ապրելը։ Այսպիսի եւս 2 մարզահրապարակ է կառուցվել նաև Շիրակում եւ Լոռիում։ Այս մեկը ամենամեծն է, որտեղ կառուցվել է նաև առանձին բասկետբոլի եւ ֆուտբոլի դաշտ։ Մարզահրապարակի նախագծմամբ զբաղվել է Street Workout Ֆեդերացիան։ Կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ դեռ փոքր տարիքից ունենա հասանելիություն դեպի սպորտ։ Նման մեծ մարզահրապարակները հնարավորություն են տալիս ոչ միայն սպորտով զբաղվել, այլ նաև ժամանց անցկացնել եւ այդ ժամանցը լինի առողջ ժամանց։ Նորագույն մարզասարքերով եւ հարմարություններով հագեցած մարզահրապարակը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Այս պահին իմ զրուցակիցն է Հայաստան համահայկական հիմնադրամի քարտուղարության ղեկավար Այդա Խաչիկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Խաչիկյան, գիտեմ, որ դուք բավականին երկար տարիներ է աշխատում եք Հայաստան համահայկական հիմնադրամում։ Կցանկանամ ներկայացնեք ինչով կկարևորեք ավելի շուտ հիմնադրամի կառույցի աշխատանքը հասարակության եւ Հայաստանի տարբեր համայնքների զարգացման գործում։ Շատ եմ կարևորում Հայաստան համահայկական հիմնադրամի դերը ընդհանրապես մեր ժողովրդի, մեր երկրի, մեր հայրենիքի համար հետադարձ հայացք հետ նետելով մենք տեսնում ենք, թե ինչ բազմաթիվ, բազմազան ծրագրեր է իրականացնել հիմնադրամը։ Պարզապես նույնիսկ անհավատալի է, որ նայում ես իրոք առաջի օրվանից մինչ այսօր ինչեր է արել, բայց պետք է ես ձեզ ուղղակի մի փոքր պատմեմ հիմնադրամի։ Գիտեք, ինչպես գիտեք, հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Հիմնադրամը եզակի կառույց է, որի նպատակն է կամուրջ ստեղծել հայության բոլոր հատվածների հետ, աջակցել Հայաստանին
եւ հնարավորություն ընձեռել աշխարհի հայերին մասնակցել այս ծրագրերին հիմնադրամի կողմից իրականացնող, քանի որ ես վստահ եմ, որ երբ որ մարդը ինքը մասնակցում է այս կամ այն ծրագրին, ինքը ավելի պատասխանատու է մոտենում, եթե կողքից է նայում, միշտ քննադատում է։ Հիմնադրամը այդ կապը աշխարհասփյուր հայերի իրականացնում է 18 երկրում գտնվող Հայաստան հիմնադրամի տեղական մարմինների միջոցով, որոնց ակտիվ գործունեության աշխատանքի շնորհիվ իրականացվում են այս կամ այն ծրագրեր։ Գիտեք, հիմնադրամը իր բարձրագույն մարմինը հոգաբարձների խորհուրդն է, որում ընդգրկված են ի պաշտոնե նախարարներ, նախագահ, վարչապետ, նախարարներ, եկեղեցական կառույցները, կուսակցությունների ներկայացուցիչները եւ այլ անձանք տարբեր երկրներում աշխատող, չեմ կարող ասեմ մեծահարուստները, բայց այն մարդիկ, որոնք մեծ հեղինակություն են վայելում։ Հիմնադրամը իր գործունեությունը իրականացնում է ընթացքում նիստերի միջոցով, հոգաբարձների խորհրդի նիստերի միջոցով, տարվա ընթացքում կարող է մի քանի հատ հարցման կարգով նիստ անցկացվի, բայց պարտադիր տարին մի անգամ անցկացնում է հոգաբարձների խորհրդի նիստ Երևանում, օրինակ առաջիկայում հունիսի 27-ին սպասվում է մեր նիստը, որի ժամանակ գալիս են Երևան մեր հոգաբարձների խորհրդի անդամները, տեղական մարմինների ներկայացուցիչները, նիստի նախորդող օրերին մենք իրանց համար կազմակերպում ենք այցելություն մարզեր, որտեղ նրանք ծանոթանում են իրականացված աշխատանքին, տվյալ հաշվետու տարվա ընթացքում եւ նաեւ ընթացքում գտնվող ծրագրեր։ Այդ այցելությունների ժամանակ բազմաթիվ գաղափարներ են առաջանում իրանց մոտ եւ իրանք գնալով նոր ծրագրեր են որդեգրում։ Դա շատ կարեւոր է, որ իրանք իրանց աչքով տեսնեն կատարածը, հավանություն տան եւ նոր ծրագիր ստանձնեն։ Հետաքրքիր գիտեք ինչա թե ինչպես ես հայտնվեցի հիմնադրամում, դուք ասում եք այսքան տարի, իրոք որ շատ երկար տարի։ Որպեսզի հեռուստադիտողների համար պարզ լինի, Տիկին Խաչիկյանը 97 թվականից, այսինքն հիմնադրամը հիմնադրվել է 92 թվականին, 5 տարի հետո դուք մուտք եք գործել հիմնադրամ եւ մինչեւ այս պահը աշխատում եք, այսինքն 8 տարի դուք աշխատում եք հիմնադրամում։ Այո, իսկապես մի ամբողջ կյանք։ Հետաքրքիր այս տարիների ընթացքում հիմնադրամի արչև ինչ մարտահրավերներ են ծագել եւ ինչպես է հաղթահարել։ Նախ սկսեմ նրանից, թե ինչպես եմ հայտնվել ես հիմնադրամում։ Մինչև 97 թվականը աշխատում էի կառավարությունում եւ երբ որ հիմնադրամից ստանում էի նյութեր վարչապետին ներկայացնելու համար, ուսումնասիրում էի, ծանոթանում էի ու միշտ ասում եմ, այս ինչ հետաքրքիր կառույց է, այս ինչ լայնածավալ ծրագրեր անում բարեսիրական։ Ու լսել էի, որ հիմնադրամը այդ տարիներին ամենատեխնիկական միջոցներով հագեցված կառույցն է եղել։ Նույնիսկ որոշ նախարարություններ չեն ունեցել այդքան կոմպյուտերներ, սարքավորումներ, ուներ ստուդիա եւ շատ հպարտ էի, որ մենք ունենք տենց կառույց։ Մտքովս անգամ չէր անցնում, որ ես կարող եմ մի քանի տարի հետո հայտնվեմ հիմնադրամում։ Եվ տեսեք, որ 97 թվականին այն ժամանակ առաջի գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանի հրավերով մտա հիմնադրամ եւ դառա թիմի անդամ։ Թիմ ասելով նկատի ունեմ, որ հիմնադրամում ոչ ոք չի կարող ասի, որ ինքը մի անձնյա ինչ որ գործունեություն է կատարում, սա թիմային աշխատանք է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ունենք նման պրոֆեսիոնալ թիմ, իրար վերաբերվում են շատ ջերմ եւ դա նպաստում է աշխատանքի որակի բարձրացմանը։ Տարիների ընթացքում ինչ մարտահրավերներ են եղել եւ ինչպես է հաղթահարվել։ Գիտեք, եթե հիմա նայում ես 92, 93, 94 թվականների այլ խնդիրներ էին դրված, այլ մարտահրավերներ էր։ Գիտեք, բլոկադա, պատվանից, երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակ, ձմեռ եւ այլն, լրիվ այլ ուղղվածություն ուներ եւ շատ մեծ օգնություն տրվեց հիմնադրամին Սփյուռքի միջոցով, որ կարողացան հաղթահարել այն պատերազմի բանից էլ դուրս գալ վիճակից։ Իրոք շատ մեծ օգնություն էր։ Տարիների ընթացքում իհարկե փոխվեցին այդ ուղղվածությունները, դա բնական է, շատ բան են կարել Արցախի համար, շատ։
Երևի առյուծի բաժինը մեր ծրագրերի Արցախում է եղել, բայց հայտնի պատճառներով այսօր մենք մեր ծրագրերը Հայաստանում ենք անում սահմանային այդ համայնքների զարգացման համար, որը շատ կարևոր եմ համարում, որովհետև կան սահմանային համայնքներ, որոնց շատ մեծ կարիք ունեն հիմնադրամի աջակցության։ Այդ ուղղվածությունը, որ փոխվել է, այդ չի նշանակում, որ հիմնադրամը ինչ-որ ավելի փոքր քիչ ծրագրեր է անում, հակառակը հիմա շատ ծրագրեր կան առողջապահության ոլորտում, մարզային առողջապահական հիմնարկներում վերակառուցման վերանորոգման աշխատանքներ են տարվում, սարքավորումներ է հագեցնում, սոցիալական ծրագրերը տարբեր ուղղվածությունների Արցախից բռնի տեղահանված կանանց համար, մշակույթի կրթության տարբեր ուղղվածություններ են, իսկ իմ գործառույթները, ինչպես դուք որ հարցրեցիք, ինչու էր կայանում առաջի օրվանից, շատ տարբեր եւ շատ հագեցած էին։ Մի շարք ծրագրեր էր իմ վրա դրված, դրանցից երևի 3-ը կարևորներից նշեմ։ Առաջինը այդ նպաստներ զոհվածների երեխաներին Արցախյան պատերազմում զոհված եւ հաշմանդամ դարձած շատ ծանր, շատ մեծ ծավալի ծրագիր էր։ Օրորոց ծրագիրը, որը սոցիալական ուղղվածություն ուներ, որը նորածին մինչև 1 տարեկան երեխաների համար մարզերով օգնություն էինք տանում բաժանում հենց տեղում միասին հիմնադրամի ներկայացուցիչը, կանանց խորհրդի ներկայացուցիչները երկար կատարեցինք այդ, հետո սպառվեց ֆինանսավորումը, փակվեց ծրագիրը։ Խոշոր ծրագրերից իմ համար շատ հետաքրքիր ու կարևոր ծրագիրն էր նախագահի մրցանակը, որը գրեթե 20 տարի ես վարել եմ, հիմա չի գործում այդ ծրագիրը, բայց հետաքրքիր ծրագիր էր, քանի որ 12 նոմինացիա ուներ, 12 հանձնաժողով, որոնց հետ աշխատում էի, ստանում էի հայտերը, մի խոսքով հետո որոշում էր կայացվում ներկայացնել մրցանակի եւ դրամական պարգևը եւ մի խոսքով շատ հետաքրքիր բաներ հնարավորություն էր տալիս թե երիտասարդ արվեստի գործիչներին, թե գիտության մշակույթի գործիչներին ինչ որ խթաներ այդ գումարն էլ եւ այդ պատիվը, որ իրանք նախագահի ձեռքից ստանում էին մրցանակը։ Տիկին Խաչիկյան, ինչպես ձեր խոսքում նշեցիք, հիմնադրամը մեծապես ուշադրություն է դարձնում սահմանային համայնքների զարգացմանը, ինչպես նաեւ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տարբեր ոլորտներում։ Հետաքրքիր է այս տարիների ընթացքում նաեւ ուզում եմ հասկանալ հասարակության շրջանում վերաբերմունքի փոփոխություն եւ ներգրավվածության աճ նկատել եք թե ոչ։ Այո, ներգրավվածության աճ նկատել ենք, որովհետև եթե առաջի տարիներին հեռուստամարաթոնի եւ մարաթոնի ընթացքում հիմնականում սփյուռքն էր ներգրաված եւ ոնց որ ամբողջ բեռը սփյուռքի համայնքներն էին, վերջի տարիներին Հայաստանից շատ նաեւ եւ Արցախից շատ մարդիկ ներգրաված էին, մասնակցում էին։ Ես ասում եմ, շատ կարևոր է մասնակցությունը, այն գաղափարը, որ հենց առաջի օրվանից հիմնադրամի ստեղծման դրվել է, այդ ազգային турքի գաղափարը, որ կարևոր չի գումարը, կարևոր է մասնակցությունը, 10 դրամ, 100 դրամ, 1000 դրամ, կարևոր չի, կարևորը որ այդ մարդը մասնակցի ու ինքը ավելի սրտացավ կմոտենա հիմնադրամին։ Քննադատել միշտ կարելի է, քննադատողները ովքեր կողքից են նայում, միշտ էլ գտնեն ինչի կարող է թերացումներ ինչ որ եղել են, չեմ բացառում, որովհետև այդքան հսկայական աշխատանք կատարելու ընթացքում չի կարող ինչ որ մի բան սայթակում չլինի, բայց միշտ շտկվում է եւ դա ոնց որ չի դառնում քննության առարկա։ Շատ դժվար տարիներ անցավ հիմնադրամը, ինչպես նաեւ մեր երկիրը 20 թվականի պատերազմի, գիտեք որ ահռելի մեծ գումար հավաքվեց, ժողովուրդը այնքան սրտացավ էր մոտենում, որ ես նույնիսկ հիշում եմ այդ օրերին, երբ որ մենք նստած հեռախոսներին նենց զանգեր էինք ստանում, որ շագախվում էինք, որ այդ մարդը ուզում է, չի կարող, բայց ուզում է մի բանով օգնած լինի։ Եթե հիմնականում շինարարություն էր արվում Արցախում եւ այդ պատերազմից հետո ուղղվածությունը բնական է փոխվեց, հիմա պետք է ավելի կենտրոնանանք Հայաստանի այդ
սահմանամերձ համայնքների խնդիրներին, շատ ակտիվ արվել է եւ արվում է Թավուշի մարզի այդ սահմանամերձ գոտու ծրագրերը։ Մի խոսքով, իմ կարծիքով հիմնադրամը ունի մեծ ապագա եղել է եւ կունենա։ Ես միշտ ասել եմ, կարևոր չէ երկիրը ինչքան է զարգացել, միշտ հիմնադրամի կարիքը ունենալու է մեր ժողովուրդը, որովհետեւ ինքը ձեռք է մեկնում բոլոր հատվածներին, բոլոր մարդկանց, ով որ կարիք ունի այդ օգնության։ Իսկ այս պահին իրականացվող ծրագրերից ձեզ համար որպես անհատի, որպես հայ, որն է ավելի առանցքային ու կարևոր, եթե կա այդպիսին։ Ես կոնկրետ ինքս այդ ծրագրերում ներգրաված չեմ, բայց այն կարևորությունը ես տալիս եմ, դե գիտեք, հիմա ջրատախացուցիչներ, արևային էներգիա, այդ հարցերը շատ ծավալվում են, որովհետև դա է արդի խնդիրների լուծման ճանապարհ։ Իմ համար շատ կարևոր է համայնքների զարգացումը, շատ կարևոր է։ Ես ինքս եղել եմ այդ համայնքներում, այդ օրորոց ծրագրի շրջանակներում, երբ որ այցելում էինք, օգնություն էինք տալիս, ես զգացի, որ այդ օգնությունը մի կաթիլ է ծովի մեջ, այդ հագավ երեխան հագուստը սնունդը կերավ, վերջացավ, բա հետո նա մեծանում է, նրան օգնությունը պետք շարունակի։ Եվ այդ այցելությունները ինձ ցույց տվեցին, ինչքան մենք տեղ ունենք, ինչքան գործ ունենք անելու, աջակցել պետությանը այդ խնդիրների լուծմանը, որին երբեմն պետության ձեռքը չի հասնում։ Հայտնի բան է, որ պետությունը պետք է, բայց միշտ չի, որ կարողանում է բոլոր հարցերի անդրադառնալ։ Մեր դերը հենց դրանում է, որ պետությանը աջակցենք, այդ կյանքը ցույց տվեց, որ 92, 93, 94, 95 թվականներին այն ինչ որ արեց հիմնադրամը մեր հայրենիքի համար եւ Արցախի համար անգնահատելի է։ Եվ կարծում եմ, որ ժողովրդի վստահությունը չտատանվի։ Ես ընդհանրակը կոչ կանեի մեր ժողովրդին շատ նրբանկատ մոտենալ հիմնադրամին, գնահատել, պահել, փայփայել։ Եվ կարող եմ ասել, ես նաև ուզում եմ ցանկանալ խաղաղություն մեր երկրին, որ մենք էլ հնարավորություն ունենանք էլ ավելի զարգացնել մեր ծրագրերը, ծավալվել, ընդլայնվել։ Եվ զարգացնել։ Շնորհակալ եմ շատ Տիկին Խաչիկյան, շնորհակալ հրավերի համար։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ ես զրուցում եի Հայաստան համահայկական հիմնադրամի քարտուղարության ղեկավար Այդա Խաչիկյանի հետ։ Մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց, ցտեսություն։